Իհարկե Մենք Չարենցավանի հանձնաժողովային դարի հետ շարունակություններն այո երկու տարի շարունակ հանձնաժողովային փակել են, օպտիմալացրել են մեր քաղաքի հանձնաժողովային տալու հրազդան։ Մենք 2 տարի ոչ թե մենակ մենք, այլ ամբողջ համայնքը պահանջում ենք, որպեսզի մի աշխատող կամ երկու աշխատող տեղակայեն ստեղ, այդ մարդիկ չեն անում։ Մենք որպես չկա ժամանակ չգործեն, այսքան չկան, եղբայր ինձ պետք է հնարավորություն տակ, որ մեր որոշումները խոսքը գործ լինի, իշ ճիշտ ասած։ Հիմա եսա գիտեմ, հիմա գոնե քաղաքում ասենք կարա 2 հոգի լինի, որ ստեղից մարդը նորից պետք է գնա հասնի, ասենք թե հրազդան։ Մեր կարող եք ցավը տան։ Դա գլատուր է դիգա։ Այս կողմը կտնվեք։ Կոնկրետ այս հարցը, չնայած փոքր հարց հանրապետության նկատմամբ, բայց մեր համար Բայց առաջ կար չէ՞ ստեղ։ հա կա, Բայց ինչ պատճառ։ հրազդան տալու են, որտեղ այսպես մարդկանց երկու տարի։ Հիմա եթե վաղը մի սուրը դուք իշխանություն կամ իշխանության մաս դառնաք, պատրաստ եք այս հարցը առաջնային կարգով Որեմ ցանկացած, որ անհրաժեշտ է ժողովրդին, դա պետք է ապահովի, դա պետք է լիարժեք կատարվի։ Եթե քաղաքը քաղաք, իր պետք է հենց բաժնում կա չէ՞ ստեղ բաժին։ Այո, ստեղ Միլիցիայի բաժին կա չէ։ հիմա բաժինը կա, փագը տարածքի, իրանց գրպանում դրած է, Չասին միլիցիա չկա ստեղ։ կա միլիցիա կա։ Դա միլիցիայի բաժին։ Չէ, տարածքն էլ կա, իրանց տրամադրության տակ է տարածքը։ Բայց ի՞նչն է պատճառը։ Մենք ենք այդ ասում։ Ու այդ աղջիկները մի հրազդանի Հիմա Հիմա ստեղ մանրամասը գրած է, ժամանակ չծախսենք։ Հասկացանք, երբ պահի, անպայման։ Իհարկե քաղաքական հարց է։ Դուր մեծ ուրախությամբ, Նախ այո։ ընկերներով որոշել ենք ձեր մի հատ գիրք նվիրենք։ Այսի Վարուժան Ավետիսյանի գիրքն է, ծանոթ եք թե չէ։ Շնորհակալ եմ։ Ինքը գիտեք, ինքը անհավատության մեջ է։ Բական հարցը դուր։ Ինքը մեր վարչապետի տեխնացուն է։ Այո։ Ուզում ենք հասկանանք դրանք դուք իրանց քաղաքական բանկարկյալ։ Չէ, ես տեղյակ չեմ, ես ասենք թե ես ունեմ 3 հիմա 4 հատ վարչապետի տեխնացու, որոնք ես ասեմ մեր ապագայի վարչապետի տեխնացուներն են, որ կարող են երկիրը այս վիճակից հանել, մենք էլ իրենք փոխենք կանգնելու, որոնք մարդիկ փորձ ունեն, արդյունավետ են աշխատել, գրագիտություն են, ծանոթություն կապ եւ նրանք պատրաստական են այդ ցանր աշխատանքի տակ մտնելու մեր ժողովրդի սպասելիքը իրականություն դարձնել։ Իսկ իրանց քաղաքբանտարկել համարում եք թե չէ Վարուժանին։ Ես ոобще տեղակ չեմ, եղբայր ինչի մասն ես դասում, ծանոթանամ ասեմ, որ ես ասենք դա ասեմ, հա, այո, ես խոսքի տեր մարդ եմ, դեր ցավը տանեմ։ Հա, նայա, չեն չա, չգիտեմ։ Եթե գիտեմ, որ ասեմ, վաղը դրա համար ես պատասխան տամ։ Հիմա հարգելի սիրելի ժողովուրդ, ես եկել եմ ձեր հետ հանդիպելու, ձեզ լսելու, ինչ խնդիր, ինչ խնդրեմ կա։ Ասեք, որն է, ինչ եք մտածում, ինչ եք ցանկանում, որի մասին խոսեմ, որ խնդրի մասին խոսեմ, ասեմ։ Ես դրա համար ասենք, թե այսօր 2 շաբթի օրով քաղաքները ման եմ գալիս, պարտադիր չի 1000 հոգի լինեն, մարդիկ աշխատում են, բայց մարդիկ, որ ասեն, խնդիրը որն է, խնդիրը որն է, ես դրանց լուծումը ասեմ, որ դուք համոզված լինեք, Զարուկյանը եթե ասեց, կանի։ Հիմա ինչ հարցեր ունեք, ասեք, որ ընտրություն էլ գնաք, իմանաք ում ընտրեք, ոչ թե կեսը չգնա, կեսը գնա, կեսը ծանոթ բարեկամով, ասեք ինչ հարցեր ունեք, եթե իմ հարցերը ձեզ կբավարարի, կասի, ամենակարևորը իմացեք, ինչ ասել եմ, դրա ես տերն եմ, ինչ եք ուզում, ասեք, ինչ հարց ունեք։ Չարենցավանում աշխատատեղեր բացում։ Մի րոպե, հարցին պատասխան, ուրեմն աշխատատեղեր այսօր Հայաստանով մեկ ժողովուրդը կարիք ունի գործի, որտեղ չկա աշխատելու մարդ ուզում աշխատի տունը պահի։ Այսօր լիարժեք, ոչ թե ասենք Ծառուկյան ասի 10 հատ քաղաքում կարա բացի, բայց այսօր պետական ծրագիր է պետք, խոշոր ներդրումային ծրագիր, որ պետականորեն պետք է կառուցվի։ Այդ ծրագիրը, որ բոլորն էլ զբաղմունք ունենան, գործ ունենան, աշխատանք ունենան։ Հիմնական ասեմ մի բան, որ այսօր Քրիստոսի արձանը ես կառուցում եմ, դա խոշոր ներդրումային ծրագիր է։ Դուք պատկերացեք, եթե տարեկան 20 միլիոն մարդ կա Հայաստան, էլ Բրազիլիա չի գնալու։ Գնալու է, բայց Հայաստանը, որ մենք աշխարհի առաջին քրիստոնյաներն ենք, արդեն գալու են։ 20 միլիոն մարդ եկավ, 10 միլիոն մարդ եկավ։ Դու պատկերացեք, 10 միլիոնի դեպքում 50 միլիարդ փող է լինելու երկրում։ 50 միլիարդ, որ ասենք թե այդ գումարները մարդիկ օգտագործել են երկրում։
բոլորդ էլ հարստանալու եք, շարժը լինելու է, բոլորդ գործ ունենալու եք, ոչ թե միայն ասենք թե Կոտայքում, եւ Չարենցավանում, եւ Սևանում, եւ ասենք թե դեն Գյումրիում, Ջերմուկում շարժը լինելու է, այդ մարդիկ այդ միլիոնները գալու են, այնպես որ զբաղմունք լինելու է, ինստինկտիվն է լինելու։ Այսօր բացել ենք արդեն ամբողջ Աբովյան իր հարատակից գյուղերով, փողը միանգամից 10 անգամ թանկացել է, հələ չենք բացել։ Այնպես որ երկու հատ էլ խոշոր ծրագիր որ լինի, խոշոր ներդրումային ծրագիր, նույնն էլ եւ ժողովուրդը համ գործ կունենա, բոլորն էլ կարող են աշխատել։ Այսօր որ ասեմ, մի հատ գործանչ հա ես դնում եմ, հա ես կարամ 10 հատ դնեմ, բայց 930 հատ գյուղ կա, 47 հատ քաղաք կա, բոլոր տեղերը կարիք աշխատանքի, պետք է հզոր, խոշոր ներդրումային ծրագիր, որ բոլորն էլ կարողանան աշխատել։ Ես 44 օրվա պատերազմի ժամանակ զոհված Վարդան Կոնջորյանի հայրն եմ։ Ես մեր ծնողների մեծամասնության կողմից մի հատ հարց եմ ուզում ուղղեմ ձեզ։ Նախ ողջունում եմ ձեզ, որ արդեն դուք անցնեք ձեր ծրագրերով անցնեք դառնաք վարչապետ ձեր թեկնածուն։ Առաջնահերթ հարց տալու եք պատերազմի ժամանակ կատարված այդ ամբողջ սխալների պարզաբանման, մեկ էլ ինչ պատիժ եք նախատեսում սխալ այդ կազմակերպելու եւ սխալ ուղղության վրա տանող բոլորին։ Ես անհատական անուններով չեմ ասում, որովհետեւ պարզաբանելու այսօրվա դրության այդ գործը արդեն դուք լավ տեղյակ եք, որ քննցնում ենք, կարելի է սենց ասել, բայց իրականում մեծ բաներ ունեն բարձելու մեր ծնողներին այսօր հետաքրքիր է մի բան, որ մենք իմանանք ովքեր են մեղավորները եւ ինչ պատիժ է հասնում այդ մեղավորներին։ Ասել մեղավորներ որ պատերազմը սկսել է։ Չէ, պատերազմի ժամանակ ովքեր են, ես չեմ ասում դավաճանություն արի, ովքեր են սխալ կառավարի, ովքեր են Ես մի բան ասեմ, կյանքում ամեն ինչ կարելի է ներել, բացի դավաճանությունը։ Դավաճանությունը ներում չունի։ Մնացածը պետք է արդարացի լինի, նայեն իրականությունը օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ըստ օրենքի իսկ կարգի ոչ թե ծանոթ բարեկամով, այլ օրենքի կարգով, ով մեղավորը պետք է պատժվի։ Այսօր հիմնական սկզբունքը դա է, ես նորից եմ ուզում ասել, որ այսօր այն խնդիրները որ կան, որ այսօր ոչ թե ծանոթ բարեկամով պետք է նայել արդարացի լինի, ով մեղավորը պատասխան տա, դավաճանները ներում չունեն, իսկ մնացածս մեղադրանքի պատճառի օրենքի առաջ բոլոր ըստ կարգի, ըստ օրենքի։ Եթե մարդը մեղքագործ է, պարտավորը դրա պատասխանը կրկնել։ ինձ հետաքրքիր անդրադառնալու եք այդ թեմային, թե ոնց կա հիմա այդ վիճակով էլ թողնելու եք, որովհետև շատ Մենք ասում եմ ցանկացած պետք է լուծում ունենա, եղբայր, ես այսօր անպագորգոր բաներ չեմ ուզում, դադարք բաներ չեմ ուզում խոսալ, հաջողանալու համար, օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ով մեղքագործ է, դրա պատասխանը պետք է տա։